Սեպտեմբերի 25-ին զորամասերից մեկի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած 16 զինծառայողներից 6-ը տեղափոխվել էին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունք։ Նրանցից 3-ն ավարտել են բուժումը, գտնվում են բուժական արձակուրդում, մյուս 3-ը շարունակում են մնալ հոսպիտալում, առաջիկայում նրանց կվիրահատեն։ 3-ից մեկն էլ արդեն վիրահատվել է անցյալ շաբաթ բազոսկրի բազմաբեկորային կոտրվածքի կապակցությամբ հրազենային վիճակը իր բավարար է արդեն, երևի մյուս շաբաթ մենք իրան էլ կուղարկենք արդեն բուժական արձակուրդ, երկուսը դեռ հլը մնում են պարկած։ Մեկը ազդրի բավականին լուրջ վիրավորում ունի ոսկրային դեֆեկտով, սպասում է մեծ վիրահատություն ոսկրային նյութը տեղափոխելով, իսկ մյուսն էլ նորից բազոսկրի բազմաբեկորային կոտրվածքով է, մյուս շաբաթ նորից կվիրահատվի։ Բոլորի վիճակը գնահատվում է բավարար։ Հետևից մենде այստեղից դուրս էի։ Ես չեմ զգացել, դες քնած էի։ Արթնացա։ Զենքը սերցրի։ 8 ամիս առաջ Դավիթը մեծ սիրով գնաց բանակ Խոստովանում է, որ առաջին 4 ամիսներին սահմանը հանգիստ էր, մինչդեռ վերջին ամիսներին լարվածությունն աննախադեպ էր։ Տեղի ունեցածից որևէ բան չի հիշում։ Առաջիկայում նրան սպասում է բարդ վիրահատություն։ Այս պահին վիրաբուժական բաժանմունքում 2 զինվոր կա, որտեղ երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։ Գնում է արագ ապակինում, կարելի ասել, բարդություններ փարկասու դեռ ոչ մեկի մոտ էլ չունենք, 2 հիվանդի մոտ էլ գնում է լավացում։ Ընթացքը դե բնական է, հրազենային վիրավորումները մի քիչ ընթացքը երկար է անցնում, բայց կարծում եմ մինչև ամսվա վերջ մենք երևի երկուսին էլ արդեն ապակինված դուրս կգրենք։ Մեկ վիրավորը ազդրի զարկերակների երակային խրձի վնասում է եղել, որոնք վերականգնվել են, այլ մյուս վերջույթից վերցվել վերականգնվել են անոթների սունուցումը ոտքի։ Մյուսը փոքր կոնքի վիրավորում է, որը որ այնտեղ նույնպես բեկորային վիրավորում է եղել, վերքեր կան եւ խորը վերքերը կամաց, այսպես ասած, երկրորդային լավացում է գնում, բայց երկուսի մոտ էլ ունենք դրական դինամիկա, առաջինը կարևորը որ վերջույթը չենք կորցրել, զինվորի վերջույթը նորմալ աշխատում է, սնուցումը կա, կվերականգնվի, իհարկե ժամանակ է անհրաժեշտ, բայց կվերականգնվի եւ ամբողջությամբ վերջույթը կծառայի իրեն։ Խաչատուր Պապիկյանը 3 ամիս առաջ ավարտեց քոլեջը եւ զորակոչվեց բանակ։ Կատարվածը Խոստովանում է անակնկալ էր, որևէ մեկը չէր սպասում նման բան։ Մեծ այդ զրույցում նա նշեց, որ ապակինվելու դեպքում կվերադառնա ծառայության։ Գնացել են կրակային պատրաստության, տենց այդ ժամանակ եղավ պոլիգոններում։ Ըստ կրակեցին մեր վրա, տենց վիրավորներ, բաներ։ Ոչ մեկ չէր սպասում էլի, որ տես բան կարող լիներ։ Ցանկանում էի գնայի բանակ, ծառայի, ծառայելուց հետո էլ արդեն հետագա կյանքս կառուցե։ Այս հետևի մասից եմ մտել, այստեղից վիրահատել են, անոթս փոխել են, այս մի ոտքիցս, աջ ոտքիցս անոթ են վերցրել, այս ոտքիս համար վիրահատել են։ Բայց ընդհանուր ինքը հետևից է կպել։ Հետևից մեջքիս մասից, մեկից ոտքիս մասից, այս հետևի։ Գյուղատնտեսական համալսարանի առաջին կուրսի ուսանող 19-ամյա Սաֆար Սաֆարյանը 2 ամիս է, ինչ զորակոչվել է բանակ, սեպտեմբերի 25-ին լրանում է նրա ծառայության 2 ամիսը։ Գնացել ենք պոլիգոն, սովորական կրակայինի, շատ պատահական էլի, ոտքսա, տազի վրա կոտրված կա, մեկ էլ մեջքս։ Մայրը Տիկին Զոյան որդուն բանակ է ճանապարհել մեծ անհանգստությամբ, կարծես կանխազգում էր։ Կանխազգում է 2 ամիս միշտ անհանգիստ եմ եղել, միշտ, ես կանխազգացել եմ։ Լուրը իր եղբայրն ու տղաս գնացել էին իրան տեսակցելու, իրանք արդեն հետ գալուց ճանապարհին Սաֆարն զանգել, ասել որ վիրավոր ենք, իրանք հետ են գնացել, բայց ինչ չեն ասել։ Հետո որ աղջիկս տեսավ վիրավորների անունը, արդեն ասեց, չգիտեմ ինչա կատարվել, ինչև հասել եմ ստեղ։ Վիրահատությունից 14 օր հետո էլ դեռ չի կարողանում քայլել, քանի որ բեկորը մտել է ողնաշարի գոտկասրբոսկրային հատվածում։ Վիրահատության ընթացքում բեկորը դուրս է բերվել որովայնից։
Վիրահատությունը հա գիշերը իրանք ասացին, որ մի 3-4 օրից կանեն, բայց մենք գնացինք տուն ռեանիմացիայում էր ինքը, միանգամից ինքը վատացել է ու արել են վիրահատությունը, բեկորը հասել է միսաբարկի մոտ, ինքը էլ ոչինչ չի զգացել, էլ վիրահատությունն արդեն արել են։ Առավոտյան նոր իմացել ենք, որ վիրահատել են։ Սկսես մտել է, ստեղից են հանել։ Մեջքի ոսկորի մասն էլի, անհանգիստ է քնում, ստրեսից երևի, չգիտեմ, անընդհատ վերաթռնում, չի ուզում ընդհանրապես հիշի։ Առաջի անգամ որ ինքը այդ պատմեց ձեզ։ Սաֆարը ոչ մի բան մեզ չի պատմել, չի ասել, քույրիկին պատմել է, որ ինքը վիրավոր ա եղել, բայց չի զգացել։ Օգնել է զինվորներին, վիրավոր զինվորներին, հետո ինքը զգացել է, որ արնակ համալինեմ ու ուշագնաց է եղել։ Հա, զգացել է, որ ընկնում է էլի, արնակ համում է, բայց օգնել է ընկերներին իրա։